Փորձում է խաղաղության մասին խոսել, սակայն լուրերը փաստում են այլ իրականություն։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Բաքուն ուսումնասիրում է ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին մասնակցելու հնարավորությունները։ Նրա խոսքով 1999 թվականից ի վեր ավելի քան 3000 ադրբեջանցի զինծառայող մասնակցել է տարբեր խաղաղապահ առաքելությունների։ Հասանովը պնդել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում նման առաքելությունների նշանակությունն աճում է, իսկ դրանցում մասնակցությունը նպաստում է Ադրբեջանի միջազգային հեղինակության ամրապնդմանը։ Ադրբեջանական սոցցանցերում մի քանի օր է ակտիվ քննարկվում են տեղեկություններն առ այն, թե Իսրայելը կարող է օրենսդրական ակտ ընդունել, ճանաչելով Օսմանյան կայսրությունում հայերի, քրդերի, ասորիների եւ չերքեզների ցեղասպանությունները։ Հրապարակումների համաձայն այս ֆոնին Ադրբեջանում կասկածի ծակ են դրվում Իսրայելի հետ հարաբերությունները, իսկ Ալբերտ Աղարունովի շուրջ տարիներ շարունակ ձևավորված հերոսի կերպարը ներկայացվում է որպես իշխանությունների կողմից ստեղծված քարոզչական նախագիծ։ Ռուշնավաշա տելեգրամյան ալիքի փոխանցմամբ 1990-ականներին Ադրբեջանի հատուկ ծառայությունները Աղարունովի կերպարն օգտագործել են հակահայկական քարոզչության եւ պատերազմի համար տարբեր ազգությունների ներկայացուցիչներին ներգրավելու նպատակով։ Ուկրաինական իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցներն էլ մեղադրում են Ադրբեջանին Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության մեջ։ United 24 մեդիայի հրապարակման համաձայն իրենց տրամադրության տակ հայտնված ներքին փաստաթղթերը վկայում են, որ Ադրբեջանում գործող պետական վերահսկողության տակ գտնվող ձեռնարկությունները ներգրավված են ռուսական X-29T կառավարվող հրթիռների բաղադրիչների արտադրության մեջ։ Աղբյուրի պնդմամբ հենց այդ հրթիռներն են կիրառվում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ հարվածի ժամանակ։ Հրապարակման համաձայն այս տեղեկությունները լայն քննարկման առարկա են դարձել ադրբեջանական տեղեկատվական դաշտում։ Միաժամանակ ներկայացված մեղադրանքների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական արձագանքը չի նշվում։ Թուրքական ռազմաօդային ուժերն էլ Սոմալիի անվտանգության ուժերի հետ համատեղ ռազմական գործողություն են իրականացրել երկրի ստորին Շաբել շրջանում Աշ-Շաբաբ խմբավորման դեմ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ F-16 կործանիչներով ավիահարվածներ են հասցվել խմբավորման թաքստոցներին եւ զինապահեսներին։ Հաղորդվում է շուրջ 35 զինյալի եւ ականապատված մի քանի մեքենայի ոչնչացման մասին։ Նշենք, որ Թուրքիան տարիներ շարունակ ռազմական ներկայություն ունի Սոմալիում, որտեղ գործում է նրա ամենախոշոր արտասահմանյան ռազմաբազան, իսկ նման համատեղ գործողությունները վերջին տարիներին դարձել են պարբերական։ Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել առաջարկելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկել փախլավայի պատրաստման ավանդական գիտելիքներն ու սովորույթները։ Հաղորդվում է, որ հայտը վերաբերում է ոչ թե քաղցրավենիքի ծագման հարցին, այլ դրա պատրաստման հմտություններին, ընտանեկան ավանդույթներին եւ մշակութային նշանակությանը։ Աղբյուրի համաձայն այս քայլը նպատակ ունի ներկայացնել այն որպես ընդհանուր մշակութային ժառանգություն, շրջանցելով տարիներ շարունակվող վեճերը դրա ծագման շուրջ։ Միևնույն ժամանակ կարծիքներ կան, որ թուրքական բակլավան եւ ադրբեջանական փախլավան տարբերվում են թե տեսքով, թե համով։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ առաջիկայում կբարձրացնի Բաքվում ռուսական տան գործունեության վերականգնման հարցը։ Փոխարտգործ նախարար Միխայիլ Գալուզինի խոսքով թեման կքննարկվի Ադրբեջանի արտգործ նախարար Ջերհուն Բայրհամովի Մոսկվա նախատեսվող այցի ընթացքում։ Գալուզինը նշել է, որ 2024 թվականի վերջի ավիավթարից հետո մշակութային եւ հումանիտար ոլորտներում անհրաժեշտ է վերականգնել ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Միաժամանակ Թուրանսկի Էքսպրես տելեգրամյան ալիքը պնդում է, որ նախ Մոսկվան պետք է պահանջի Ադրբեջանից ազատ արձակել Ռուսաստանի կալանավորված քաղաքացիներին, ինչպես նաև Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով երկարատև ազատազրկման դատապարտված ադրբեջանցի քաղաքական վերլուծաբաններին եւ լրագրողներին, որոնք ըստ աղբյուրի պաշտպաններ են Մոսկվայի Բաքվի համագործակցության գաղափարը։ Ղրղստանն էլ դիտարկում է Ադրբեջանից վառելիք ներկրելու հնարավորությունը։ Երկրի էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ իշխանություններն ուսումնասիրում են նաև Ռուսաստանից, Բելարուսից, Ղազախստանից եւ մի շարք այլ երկրներից վառելիքի ներմուծման տարբերակները։ Գերատեսչության տվյալներով ներկայիս բենզինի պաշարները կբավարարեն մոտ 1.5 ամիս, իսկ դիզելային վառելիքի պաշարները շուրջ 1 ամիս։ Բաքվում կրկին տեսանկարահանվել է Արցախյան պատերազմի մի մասնակից, որը փողոցում ողորմություն է խնդրում։ Ըստ օգտատերերի մեկնաբանությունների Ադրբեջանի մայրաքաղաքում նման տեսաններ դարձել են սովորական, իսկ պատերազմի բազմաթիվ մասնակիցներ սոցիալական ծանր վիճակում են հայտնվել։ Ալիևի իշխանությունները տարիներ շարունակ անտեսում են նրանց խնդիրները, ինչի հետևանքով նախկին զինվորականներից ոմանք ստիպված են մուրացկանությամբ զբաղվել կամ ծայրահեղ քայլերի դիմել իշխանությունների ուշադրությունը գրավելու համար։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը Սարա Նեթանյահուն հրապարակային վիճաբանություն է հրահրել ամուսնու եւ նրա օգնականի հետ Երուսաղեմի Թեդի մարզադաշտում անցկացված Մակաբիադայի բացման արարողության ժամանակ։ Ականատեսների խոսքով Սարա Նեթանյահուն դժգոհել է վարչապետից եւ նրա աշխատակազմից պատճառաբանելով, որ իրեն պատշաճ վերաբերմունքի չեն արժանացրել VIP կոդի մուտք գործելու ընթացքում։ Բաքվում բնակչուհին փակել է ավտոբուսի ճանապարհը բողոքելով իր տան հանման դեմ։ Նրա խոսքով իշխանությունները մարդկանց զրկում են տներից առանց արդար փոխհատուցման։ Ռուշնավաշա Telegram-յան ալիքի փոխանցման նման դեպքերը հազվադեպ չեն, իսկ զավթված տարածքներն ավելի ուշ օգտագործվում են շահավետ կառուցապատման նախագծերի համար։ Հրապարակման հեղինակները քննադատում են Ալիևի իշխանություններին, պնդելով, որ քաղաքացիների իրավունքներն ու սոցիալական խնդիրները երկրորդ պլան են մղվում։ Ադրբեջանում զբոսաշրջային հոսքի նվազումը զգալիորեն անդրադարձել է նաև եկամուտների վրա։ Հունվար-մայիս ամիսներին օտարքյա զբոսաշրջիկները երկրում ծախսել են շուրջ 944 միլիոն մանատ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22.9%-ով կամ մոտ 281 միլիոն մանաթով։ Հաղորդվում է, որ զբոսաշրջիկների ամենախոշոր ծախսերը բաժին են ընկել տրանսպորտային ծառայություններին, իսկ ամենաշատ գումարը ծախսել են Ռուսաստանից ժամանած այցելուները։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։